Եկել եմ աջակցելու իմ հայրենակցին, իմ համագյուղացուն, որպեսզի շտապ ազատ արձակեն։ Նման բարերար գործարար մարդուն ոչ թե պետք է ճաղերի ետևում պահել, այլ ոտքերը լվանալ ու ջուրը խմել ամբողջ ԿՊ-ականներով։ Չեմ վախենում, բարձրաձայնում եմ։ Այդ ԿՊ-ականներն ասում են Սամվել Կարապետյանը իբր ինչ բարեգործ, ինչ է արել։ Աչքներն է հանել։ Այդ միլիարդները ներդրումներ կատարելուց երբեք չէին ասում դու մեր քաղաքացին չես, ինչու ես միլիարդ $100 դնում։ Իսկ հիմա արդեն սկսել են փորփրել համաքաղաքացի չի, քաղաքացի չի, ինչու քաղաքացի չի։ Նրա ողջ Գերդաստանը ապերով Հայաստանի քաղաքացի են եւ իրենք տարվա մեծ մասը հենց տաշիրում են։ Ինչու քաղաքացի չէ։ Տիկին Սվետլանա, տեսեք, հաճախ այսպիսի թեմա են էլի շահարկում իշխանությունները, ասում են, որ ինչ որ ազդեցություններով են բերում այստեղ քաղաքացիների, նրանք իրենց կամքով չեն գալիս։ Այսները պատին են տալիս։ Ես թոշակառու մարդ եմ, ոչ մեկը ինձ չի ստիպել, չի հրավիրել, Facebook-ով կարդացել եմ, վեր եմ կացել, եկել եմ աջակցելու իմ հայրենակցին։ Նման մարդիկ շատ քիչ կան։ Իրենք պետք է երանի տան, որպեսզի մի քանի հոգի լինեն նման հայրենասեր մարդիկ, որոնք ներդնեն առանց շահույթի միլիարդավոր $, հանուն ժողովրդի, հանուն երկրի բարեկեցիկ կյանք ստեղծելու համար։ Թող վերջին 7 տարիները հաշվեմ, մնացած այն 20 տարիներից ավելին չհաշվենք, թող հատ առ հատ, մեկ առ մեկ, ինչպես կասեր, ոչ բանաչող վարչապետը, որ հետ կբերի իսկական թալանչիներին, գողերին, լափողներին 7 տարվա մեջ ոչ կարողացավ կալանավորել, ոչ կարողացավ թալանը ետ բերել, ոնց 2 ժամվա ընթացքում քաջացավ մեր քաչ Նազարը, Ալիևն ու Էրդողանը լավ ձմերուկ դրեցին թևերի տակ, 2 ժամում կարողացավ եւ կալանավորել, մեքենան տանել, տունը խուզարկել, առանց գետինը մտնելու, բայց երբ որ ներդրում էր կատարում, քիչ էր մնում կոշիկները լպստեր։ Պետության դեմ է գործել, պետության դեմ հայտարարություններ է արել։ Ասա հիմար, դու պետություն ես թողել, մաս հանձնել ես, ինչ պետություն։ Այն ինչ էլ որ գոյություն ունի, պարոն Սամվել Կարապետյանի եւ նրա եղբոր Կարապետյանների շնորհիվ է։ Ու միլիարդավոր $, երևի ինքը միլիարդ թիվը գրել չգիտի։ Գիտեք, չեք վախենում թիրախավորվելուց, որովհետև հիմա գիտենք, որ նույնիսկ չի խնայում թոշակառուներին։ Թող չխնայի, թող տանի։ Ոնց ասեմ, տարիքիս մի նայ, խփի, աչքը կանեմ, ոնց կխփի։ Ինչ պետք է անի։ Հասկանալի է, Տիկին Սվետլանա, հասկանալի։ Շնորհակալ եմ։ Ես իրան ընտրել եմ 2 անգամ, դա էլ նշեմ։ Առաջին անգամ հավատացինք։ Բայց ժողովուրդը սխալվում է, ինչպես նաև ես։ Պետք է ղեկավար ընտրել կուշտ տեսած լի աչքը մարդու, ոչ թե ցակ կոշիկով եկան, սվիտրի գույնը թափած եկան, սողված փորով եկան ու սկսեցին հենց առաջի պահին նստեցին աթոռին սկսեցին լափել, չթալանել է լափել, խժռել։ Այդքան լավ ղեկավարես լափողներին բռնի, ոչ թե ներդրում կատարողներին։ Հասկանալի է։